Բարև ձեզ, եթերում Armenpress-ի podcast հաղորդաշարի հերթական թողարկումն է։ 2025 թվականը բավականին ակտիվ էր արտաքին քաղաքականության ասպարեզում եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, որպես կառավարության մի մաս եւ կառավարությունն ամբողջությամբ բավականին ակտիվ արտաքին քաղաքականություն էր վարում գրեթե բոլոր ուղղություններով, որոնցից մեկն էլ բնականաբար Հայաստան-Եվրամիություն փոխգործակցությունն է։ Այսօր այս ուղղության վերաբերյալ եւ այդ ուղղության ոլորտում տեղի ունեցած կարևոր իրադարձությունների մասին, կարևոր հարցերի ու խնդիրների վերաբերյալ մենք կզրուցենք միջազգայնագետ Վարդուհի Հարությունյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպես արդեն ասվեց, բավականին կարևոր ուղղություն է Հայաստան-Եվրամիություն փոխգործակցությունը, առավել ևս եթե հաշվի առնենք, որ դեկտեմբերին ստորագրվեց Հայաստան-Եվրամիություն ռազմավարական համագործակցության փաստաթուղթը։ Դուք ինչպես եք գնահատում այդ համագործակցությունը, առանցքում դիտարկելով բնականաբար այդ փաստաթուղթը, խնդրեմ։ Շնորհակալություն։ Նախ ինչպես նշեցիք, տարին բավական հագեցած էր արտաքին քաղաքականության տեսանկյունից եւ բոլոր ուղղություններով գրեթե մենք ունեցանք շատ կարևոր զարգացումներ, սկսած Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից մինչեւ տարբեր երկրների հետ հարաբերությունների խորացում, այդ թվում աշխարհաքաղաքական կենտրոնների հետ ստորագրվեցին ռազմավարական գործընկերության փաստաթղթեր, խոսքը Միացյալ Նահանգների եւ Չինաստանի մասին է, այլ ուղղություններով եւս այլ պետությունների հետ եւս ստորագրվեցին նման փաստաթղթեր, Գերմանիայի, Նիդերլանդների, Ղազախստանի, Լյուքսեմբուրգի։ Եթե չեմ սխալվում, նման փաստաթղթեր այժմ նախապատրաստական փուլում են նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության հետ եւ Ֆրանսիայի հետ, այսինքն տեսնում ենք, որ ընդհանուր առմամբ սպեկտրը երկրների բավական լայն է, ինչը լիարժեք տեղավորվում է Հայաստանի կառավարության որդեգրած բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականության դրամաբանության մեջ եւ ընդհանուր առմամբ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի դրամաբանության մեջ եւ իհարկե Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացումը եւ համագործակցության ռազմավարական օրակարգի ստորագրումը եւս պետք է դիտարկել այս համատեքստում։ Այս համատեքստում պետք է դիտարկել նաեւ Հայաստանի ազգային ժողովի կողմից այս տարի ընդունված օրենքը Եվրամիության անդամակցության գործընթացի մեկնարկի վերաբերյալ։ Սա պետք է դիտարկել որպես Հայաստանի համար ռազմավարական որոշում Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը եւ նշեմ, որ մինչեւ օրակարգի ստորագրումը եւս մի շարք կարևոր զարգացումներ ունեցանք եվրոպական ուղղությամբ, ինչպես նշեցի արդեն օրենքի ընդունումը, բացի այդ հունվարին Եվրամիության դիտորդական առաքելության ժամկետը գործունեության երկարաձգվեց Հայաստանում մնալու մինչև 2027 թվականի հունվարը։ Ունեցանք կարևոր զարգացում վիզաների ազատականացման մասով, գիտեք, նոյեմբերին Հայաստանին փոխանցվեց գործողությունների ծրագիրը։ Ունեցանք նաև զարգացում խաղաղության եվրոպական գործիքի միջոցով Հայաստանին տրամադրվելիք օգնության երկրորդ փաթեթի շուրջ, ինչը եւս կարևոր զարգացում էր։ Մեկ այլ կարևոր զարգացում էր նաեւ Եվրամիության առաքելություններին Հայաստանի մասնակցության մասին համաձայնագրի ստորագրումը եւ ավերացումը Հայաստանի ազգային ժողովում եւ այս ամբողջ համալիրի դրամաբանությունը փաստորեն բերեց այն հանգրվանին, որ դեկտեմբերին գործընկերության խորհրդի նիստում ստորագրվեց Հայաստանի եւ Եվրամիության միջև ռազմավարական օրակարգը։ Փաստաթուղթը նախկինում կոչվում էր քննարկման փուլում դեռևս կոչվում էր գործընկերության նոր օրակարգ, բայց այս անվանափոխությունը կարծես ավելի շատ շեշտեց հարաբերությունների հենց ռազմավարական բնույթը, ինչը շատ կարևոր դիտարկում է կարծում եմ։ Փաստաթղթի մասին նշեմ, որ այն շրջանակային համաձայնագիր է, այսինքն ընդգծում է այն ուղղությունները եւ առաջնահերթությունները, որոնցով շարժվելու են Հայաստանն ու Եվրամիությունը իրենց հարաբերություններում։ Փաստաթուղթը նաեւ միջկառավարական փաստաթուղթ է, այսինքն այն չի ենթադրում վավերացում Հայաստանի ազգային ժողովում եւ համապատասխանաբար Եվրամիության անդամ պետությունների օրենսդիր մարմիններում։ Նաև կարևոր է ընդգծել, որ փաստաթուղթը չի եկել փոխարինելու ՍԵՊԱ-ին, համապարփակ եւ օնլայնված գործընկերության համաձայնագիրը շարունակում է մնալ Հայաստանի եւ Եվրամիության միջև գլխավոր իրավապայմանագրային բազան, իրավական հատվածն է ապահովում։ Այս փաստաթուղթը եկել է փոխարինելու 2017-18 թվականներին հաստատված գործընկերության առաջնահերթություններ փաստաթղթին, բայց իր բնույթով այն շատ ավելի խորն է եւ ավելի շատ ուղղություններ է ընդգրկում, քան նախկին փաստաթուղթը։
փաստաթուղթը, բնականաբար ինչը արտացոլում է հարաբերությունների խորացումը։ Այս փաստաթուղթը բավական ծավալուն փաստաթուղթ է, մոտ 80 էջանոց փաստաթուղթ է եւ անդրադառնում է գրեթե բոլոր ոլորտներին հարաբերությունների, սկսած ժողովրդավարական բարեփոխումներից, ինստիտուտների բարեփոխումներից մինչև անվտանգություն եւ պաշտպանություն է նաեւ ներառում։ 2025 թվականին Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները հասան աննախադեպ բարձր մակարդակի, այսինքն խորությունը տրվեց հենց այս տարի, սա պայմանավորված է ոչ միայն Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններով եւ դիվերսիֆիկացման քաղաքականության տրամաբանությամբ, այլև եվրոպական կողմի հետաքրքրությամբ։ Եվրամիությունը այժմ շատ կարևորում է նաեւ տարածաշրջանում իր ներկայությունը, քանի որ ինչ որ չափով դուրս է մնացել այդ գործընթացներից որոշակիորեն եւ վերականգնման խնդիր կա։ Թեպետ տարածաշրջանի բոլոր երկրների հետ Եվրամիությունը ունի հարաբերությունների այսպես իր առանձնահատուկ բնույթը, հա, չնայած որոշակի այս պահին լարվածությանը շարունակում է Վրաստանը մնալ Եվրամիության անդամակցության տեխնացու պետություն եւ հայտարարել է, որ շարունակելու է այս քաղաքականությունը։ Ադրբեջանի հետ ավելի շատ հարաբերությունների խորությունը տնտեսական եւ էներգետիկ բնույթի է, բայց իմ դիտարկմամբ Եվրամիության համար այս պահին ամենավստահելի գործընկերը տարածաշրջանում Հայաստանն է եւ Եվրամիությունը կարծում եմ հաջորդ տարի եւս շեշտադրում կանի Հայաստանի վրա։ Նաեւ տարածաշրջանային զարգացումների տեսանկյունից Եվրամիությունը, ինչպես արդեն նշեցի, չի ցանկանում դուրս մնալ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացից, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացից, ինչպես նաև ենթակառուցվածքային ծրագրերից եւ կարծում եմ հաջորդ տարի այս մասով մեծ զարգացումներ կունենանք։ Դուք ամփոփ ներկայացրեցիք բնականաբար փոխգործակցությունը Հայաստան-Եվրամիություն, բայց կցանկանայի 1-2 դրույթների անդրադառնանք եւ ինչպես ասում են, փակագծերը բացենք, առավել եւս որ հատկապես այդ դրույթները առավել չափով հետաքրքրում են մեր հանրությանը, մեր հասարակությանը։ Խոսքը նախ անվտանգության բաղադրիչի մասին է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հատկապես յետ պատերազմյան փուլում շատերին մտահոգում է Հայաստանի Հանրապետության անվտանգության խնդիր, հա, եւ ցանկացած փոխգործակցություն նախանշելիս հանրության շրջանում բնական հարց է առաջանում, իսկ այդ անվտանգության բաղադրիչը ինչպես կարող է դրսևորվել այս կամ այն ուղղությամբ համագործակցություն ծավալելիս։ Հիմա խոսքը Հայաստան-Եվրամիություն համագործակցության մասին է։ Անվտանգության բաղադրիչը ինչպիսին է, ինչ տեղ է գրավում այդ փաստաթղթում, այս կապակցությամբ ինչ կասեք։ Անվտանգության տեսանկյունից եւս հարաբերություններում որոշակի խորություն է հաղորդվել։ Նախ նշեմ, որ ճիշտ նշեցիք, հենց Եվրամիության հետ հարաբերությունների խորացումն էլ ինչ որ առումով դիտարկվում է որպես անվտանգության բարձրացման, այսպես գրավական, եթե օրինակ դիտարկենք վերջին սոցհարցումները, վերջին 7-8 տարիների սոցհարցումները Հայաստանում, տեսնում ենք, որ ընդհանուր առմամբ միջինացված 50-ից 70% բնակչության Եվրամիության նկատմամբ ունի դրական վերաբերմունք եւ Եվրամիության հետ հարաբերությունների խորացման տեսանկյունից, բայց եթե դիտարկում ենք ավելի խորությամբ, միջինացված էլի մոտ 40% պատասխանողների Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը դիտարկում է հենց անվտանգության բարձրացման տեսանկյունից, բայց այստեղ կարևոր է ընդգծել, որ Եվրամիությունը անվտանգային կառույց չէ եւ անվտանգություն արտահանող կառույց չէ, չնայած ունի իհարկե համագործակցության տարբեր երկրների հետ համագործակցության տեսանկյունից անվտանգային բաղադրիչներ, բայց սա նաև շատ կարևոր է, որ հանրության հետ աշխատանք տարվի այս ուղղությամբ եւ հանրային ակնկալիքները չբախվեն այն իրականությանը, որ ես նշեցի։ Միևնույն ժամանակ Եվրամիությունը իր գործընկերների անվտանգությունը տեսնում է նրանց դիմակայունության բարձրացման տեսանկյունից, այսինքն ինստիտուցիոնալ բարեփոխումներ, կարողությունների զարգացում, կիբերանվտանգություն, հիբրիդային հարձակումների եւ սպառնալիքների դեմ պայքարելու կարողություններ այս տեսանկյունից։ Միևնույն ժամանակ, եթե օրինակ Հայաստանը հենց դիտարկենք առանձին, Հայաստանի դեպքում նաեւ կարեւոր է տարածաշրջանային գործընթացների համատեքստը, այսինքն Հայաստանի անվտանգությունը կապվում է նաեւ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման հետ, հարևանների հետ հարաբերությունների կարգավորման հետ, այսինքն այս համալիրում է տեսնում Եվրամիությունը Հայաստանի անվտանգությանը աջակցելը։ Միևնույն ժամանակ
ունենք տարբեր կետերով անվտանգության շուրջ համագործակցություն, սկսած Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության գործունեությունից, այստեղ նաև շատ կարևոր է, որ կան մտահոգություններ, որ Եվրամիության առաքելությունը 2027 թվականից հետո կարող է հեռանալ Հայաստանից, բայց հայկական թե եվրոպական կողմում առնվազն այս պահին կա ընկալում, որ առաքելությունը շարունակելու է գործել Հայաստանում, չնայած կփոխվի որոշակիորեն հավանաբար մանդատը եւ գործիքակազմը աջակցության, սահմանի դիտարկումը այլևս կարող է տեղի չունենալ, բայց օրինակ աջակցություն ցուցաբերել կիբերանվտանգության կամ հիբրիդային հարձակումների դեմ պայքարի գործում, այս մասով իհարկե քննարկումները դեռ շարունակվում են եւ հստակություն չունենք։ Մեկ այլ կարևոր բաղադրիչ է խաղաղության եվրոպական գործիքի միջոցով Հայաստանին տրամադրվելիք օգնությունը, որի աջակցությունը, որի երկրորդ փաթեթը հաստատվեց, այս մասով եւս որոշակի խոչընդոտներ են լինում եւ արդեն կարևոր է, որ համաձայնություն կա Եվրոպական միության երկրների միջև աջակցության մասով։ Կարևոր է նաեւ ճգնաժամային կառավարման գործողություններին Հայաստանի մասնակցությունը, այս մասով նշեմ, որ սա Հայաստանին հնարավորություն է տալիս զարգացնել կարողությունները ճգնաժամերի կառավարման գործում, բայց չի պարտավորեցնում մասնակցել որևէ նման գործողության, խոսքը ստորագրված եւ վավերացված համաձայնագրի մասին է, Հայաստանը կարող է մասնակցել այդ գործողություններին, որոշել դրանց մասնակցության ծավալը եւ այս ամեն ինչը իհարկե Եվրամիության հետ քննարկումների եւ երկխոսության միջոցով։ Եվրամիությունը նաեւ վերջերս հաստատեց Հայաստանին 12 միլիոն եվրոյի աջակցություն հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում, սա եւս անվտանգության բաղադրիչ է, նաեւ 500 միլիոն եվրո կհատկացվի էներգետիկ անվտանգության եւ դիվերսիֆիկացման մասով, այսինքն տարբեր ուղղություններով է տեսնում Եվրամիությունը Հայաստանի անվտանգության եւ դիմակայունությանը աջակցությունը, իսկ եթե խոսենք առավել այսպես շոշափելի անվտանգային համագործակցության մասին, որը ենթադրում է օրինակ սպառազինությունների ձեռքբերում կամ ինչ-որ զորավարժությունների մասնակցություն, այս առումով կարծում եմ Հայաստանը պետք է առանձին եվրոպական պետությունների հետ երկխոսություն զարգացնի, բայց ռազմավարական գործընկերության հաստատումը Եվրամիության հետ կարող է միանշանակ օգնել այս գործընթացին, այսինքն եթե Եվրամիության անդամ երկրների կողմից Հայաստանը դիտարկվի որպես ռազմավարական գործընկեր, այդ համագործակցությունը արդեն ավելի հեշտությամբ կգնա։ Այս տրամաբանությունը իհարկե ներառված է գործընկերության օրակարգում։ Հաջորդ հարցը, որ բնականաբար հետաքրքրում է մեր հանրությանը, վերաբերում է վիզաների ազատականացման գործընթացին եւ դա բնական հետաքրքրություն է, մտահոգություն է մեր հայրենակիցների կողմից, որովհետեւ մենք բազմաթիվ հայրենակիցներ ունենք եվրոպական տարբեր երկրներում, բարեկամներ, ընկերներ, որոնց ցանկանում ենք տեսնել առանց խոչընդոտների, անմիջականորեն եւ այստեղ առաջ է գալիս արդեն վիզաների ազատականացման գործընթացը, որի մասին հատկապես վերջին 2 տարիների ընթացքում ավելի ինտենսիվորեն են խոսում եւ եվրոպական ներկայացուցիչները, եվրոպացի հյուրերը, որոնք ժամանում են Հայաստան եւ հայկական կողմն էլ ըստ էության շահագրգռված է, որ այդ գործընթացը հասնի տրամաբանական դրական ավարտի։ Ինչ փուլում է վիզաների ազատականացման գործընթացը։ Վիզաների ազատականացման գործընթացի շուրջ պաշտոնական երկխոսությունը սկսվեց նախորդ տարի, գիտեք, այս տարի արդեն փոխանցվեց գործողությունների ծրագիրը եւ արդեն որոշակի աշխատանքներ այս ուղղությամբ իրականացվում են, նույնիսկ մինչեւ գործողությունների ծրագրի փոխանցումը։ 3 կարևոր խնդիրներ կա, որոնք Հայաստանը պետք է հասցեագրի եւ լուծի, որոնք ավելի շատ ջանք են պահանջում, այսպես ասենք, Դրանցից մեկը սահմանների համալիր կառավարումն է, ելի իր բոլոր բաղադրիչներով, մյուսը տվյալների անվտանգության պաշտպանությունն է եւ երրորդը քաղաքացիության տրամադրման հարցը։ Այստեղ կցանկանայի ընդգծել, որ այս պահին Հայաստանում բավական հեշտ է քաղաքացիության տրամադրման գործընթացը եւ հատկապես ազգությամբ հայերի համար, ինչը որոշակի խոչընդոտ է Եվրամիության համար։ Այս գործողությունների ծրագիրն էլ ենթադրում է 2 տեսակի բարեփոխում։ Առաջինը իրավական համակարգի, այսինքն օրենսդրական դաշտի մոտարկում Եվրոպական միությանը եւ բոլոր այդ խոչընդոտների վերացում, եւ մյուսը դրանց գործնական կիրառում, այսինքն ինչպես դա տեղի կունենա իրականում եւ կկարողանա գործել։ Տարբեր ուղղություններով իհարկե առաջընթաց կա այս պահին, սկսած օրինակ բիոմետրիկ անձնագրերի մասով, քննարկվում է նաեւ քաղաքացիության հարցը, այսինքն աշխատանքները տարվում են եւ շուտով Հայաստան կժամանի նաեւ գնահատող առաջին խումբը։ Կարևոր է նաեւ ժամկետներից խոսել, որովհետեւ ամենաշատը կարծում եմ ժամկետներն է մարդկանց հետաքրքրում։ Վիզաների ազատականացման ժամկետները կախված են ինչպես Հայաստանից, այնպես էլ Եվրամիությունից, այս մասը եւս պետք է շատ հստակ
արձանագրել, անգամ եթե Հայաստանը շատ արագ իրականացնի այս բոլոր բարեփոխումները, կարևոր կլինի նաև Եվրամիության պաշտոնական մոտեցումը վիզաների ազատականացման գործընթացին։ Վիզաների ազատականացումը իրականում պայմանավորված է ինչքան Հայաստանից, այնքան էլ Եվրամիության մոտեցումներից, անգամ եթե Հայաստանը շատ արագ կատարի բոլոր այս գործողությունների ծրագրով նախատեսված պահանջները, այնուամենայնիվ Եվրամիությունը նաև ինչ-որ առումով քաղաքական որոշում պետք է կայացնի վիզաների ազատականացման մասով։ Նշեմ, որ այս առումով Եվրամիությունում այդ որոշումը կայացվում է կոնկրետ 2-3 ձայների մեծամասնությամբ, 2/3 մեծամասնությամբ, սակայն սովորաբար սովորույթի ուժով միաձայնություն է պահանջվելու մեզ համար եւ այն փուլում, երբ որ մենք արդեն կատարած կլինենք այդ բոլոր պահանջները եւ Եվրոպական հանձնաժողովը կորոշի, որ Հայաստանը արդեն բավարարում է բոլոր պահանջներին եւ կդիմի խորհրդին, այս ժամանակ արդեն կարեւոր է լինելու տվյալ պահին Եվրամիության միգրացիոն քաղաքականությունը, որոշակի առումով աշխարհաքաղաքական իրավիճակը, կարեւոր է նաեւ դիտարկել այն պետությունների փորձը, որոնք արդեն անցել են այս գործընթացի միջով, այդ պետությունները շատ չեն, 8 պետություն է, Արևելյան գործընկերության 3 երկրները եւ Բալկանները, նրանց փորձն էլ է պետք է ստեղ ուսումնասիրել, եթե միջինացված մոտ 3-ից 5 տարի է տևել այս երկրների մոտ, Հայաստանի դեպքում կարող է տևել ավելի կարճ կամ ավելի երկար, սա արդեն կախված կլինի գործողությունների ծրագրի իրականացումից եւ ընդհանուր իրավիճակից։ Եվ վերջում մենք ունենք 1-2 րոպե ամփոփելու համար, կխնդրեի հետեւյալ հարցին պատասխանեք, ինչ կարող ենք մենք ակնկալել գալիք 2026 թվականից, ինչպիսին կլինեն Հայաստան-Եվրամիություն փոխհարաբերությունները։ Ընդհանրապես 2026 թվականը եւս բավական ակտիվ է խոստանում լինել, թե ներքաղաքական, թե արտաքին քաղաքական տեսանկյունից, գիտեք, ընտրություններ են սպասվում խորհրդարանական եւ ինչ որ չափով այս ընտրությունները եւ նաեւ պայմանավորելու են արտաքին քաղաքականության շուրջ հանրային դիսկուրսը, նաեւ հիբրիդային սպառնալիքներն են մեծանում այս ժամանակահատվածում եւ ընդհանուր առմամբ Հայաստանը կարծում եմ շարունակելու է արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման կուրսը, հնարավոր են նաև ռազմավարական գործընկերության փաստաթղթերի ստորագրումներ, եթե իհարկե պատրաստ լինեն Իրանի կամ Ֆրանսիայի հետ եւ այլ պետությունների հետ հարաբերությունների խորացում, զարգացումներ կարող են լինել իհարկե տարածաշրջանային մակարդակով, չի բացառվում խաղաղության համաձայնագրի ստորագրումը, Թուրքիայի հետ որոշակի կատեգորիայի անձանց համար սահմանի բացումը, զարգացումներ կլինեն իհարկե հաղորդուղիների ապաշրջափակման տեսանկյունից, ենթակառուցվածքային ծրագրերի տեսանկյունից եւ այս ամեն ինչում նաեւ Եվրամիության մասնակցությունն եմ ես այստեղ տեսնում գալիք տարի եկող տարի կարևոր է նաեւ որ Եվրամիության հետ ունենալու ենք 2 գագաթնաժողով եվրոպական պետությունների հետ առաջինը Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովն է առաջին անգամ տեղի ունենալու, որը ելի այս ռազմավարական գործընկերության տրամաբանության մեջ է տեղավորվում եւ երկրորդը Հայաստանը հյուրընկալելու է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը որպես ոչ ԵՄԱ անդամ պետություն Կշարունակվեն իհարկե վիզաների ազատականացման շուրջ քննարկումները եւ գնահատող խմբերը կայցել են Հայաստան, կշարունակվեն նաեւ այս բոլոր ուղղություններով, նախանշված ուղղություններով եւ առաջնահերթություններով համագործակցությունը, կարծում եմ նաեւ ենթակառուցվածքային եւ այլ ծրագրերում կարելի է սպասել եվրոպական ներդրումներ։ Շնորհակալություն անչափ մեզ հյուրընկալվելու եւ հարցերին պատասխանելու համար։ Հիշեցնեմ, որ մենք Armen Press-ի podcast հաղորդման շրջանակում զրուցում ենք միջազգայնագետ Վարդուհի Հարությունյանի հետ։ Կհանդիպենք եթերում։